Պատկերացրեք, որ մի քանի տասնամյակ Հայաստանում հոգևորականներ չէին պատրաստում։ Գևորգյան հոգևոր ճեմարանը փակվել էր 1917 թվականին։ 1945 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի ջանքերով այն կրկին բացեց իր դռները։ Դա պարզապես կրթական հաստատության վերաբացում չէր, այլ ապագայի ապահովում հայոց եկեղեցու համար։ 1951 թվականի երկար ընդմիջումից հետո ճեմարանը տվեց առաջին շրջանավարտները։ Եկեղեցում պետք էին ոչ միայն հոգևոր կրթություն ստացած մարդիկ, այլև հայրենասիրական մտածողությամբ ու հասարակական կյանքին ծանոթ հոգևորականներ։ Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում կարելի է տեսնել երկար շարքով քայլող երիտասարդների, մինչև ոտքի ծայրը հասնող սև կապաներով, ճեմարանականներն են։ Ճեմարանը գիշերօթիկ է, իսկ կրթությունն ու կեցությունը անվճար, բայց այսօր էլ խնդիր կա։ Ճեմարան դիմողների թիվը նվազում է, իսկ եկեղեցին ավելի շատ հոգևորականների կարիք ունի։ Ինչպես ավետարանն է ասում, հունձքը շատ է, մշակները սակավ։ Գևորգյան ճեմարանն անվանի շրջանավարտներ ունի, որոնք մեծ ավանդ են ունեցել մշակույթի եւ գիտության ոլորտներում։ Նրանց թվում են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը։ Այսօր ճեմարանը շարունակում է ապրել իր ավանդույթներով, հավատով, կրթությամբ ու պատվով, սպասելով նոր սերնդի նշանավոր անունների։